խումբը, որը անձնավորում է ամբողջ պետությունը, տոտալ ամբողջական վերահսկողություն է ուրեմն իրականացնում հասարակության բոլոր ոլորտների վերաբերյալ։ Դա Հայաստանում չկա եւ չի էլ կարող այդպիսի բան լինել, հա։ Եվ միտումն այն է, որ աշխարհում process-ներ են գնում այն առումով, որ վաղը միսօրը մենք երևի թե տոտալիտար համակարգ այլևս չունենանք։ Այս առումով բարձր է։ Այո։ Հիմա այն ամենայնիվ ինչ բնույթի, հա, ինչ ձևի, ինչ ոճի փոփոխություններ կարող են լինել։ Տեսեք, օլիգարխիկ համակարգի որոշակի էլեմենտներ կպահպանվեն, այսինքն կլինեն օլիգարխներ, բայց այդ օլիգարխները կախված կլինեն մեկ խմբից։ Այսինքն այլևս հնարավոր է, որ եթե իհարկե այդ գործընթացը հաջողության հասնի, այդ դեպքում օլիգարխների հավասար պայմանավորվածություն, որտեղ օլիգարխները ունեն հավասար դիրքեր եւ հավասար իրավունքներ, այդպես չի լինի, հա, այսինքն կլինի մեկ ճանապարհություն։ Այո, հիերարխիա կլինի, ճիշտ եք նկատում։ Եվ մյուս կողմից դա որոշակի հնարավորություն կտա իշխող ուրեմն քաղաքական խմբին իրականացնել հանրությանը դուր գալու նպատակով որոշակի բարեփոխումներ միջին եւ ստորին հատվածներում։ Ինչպիսի բարեփոխումների մասին է խոսքը։ Տեսեք, դրա միտումները արդեն կան եւ որոշակի թեթև օրինակներ կան, կարող եմ նաեւ օրինակներ բերել։ Ամրագոտիների, օրինակ, կիրառումը, որը բոլորի համար պարտադիր դարձավ ըստ էության, չէ՞։ Հիմա ժողովրդի համար սա հաճելի է։ Հա, այսինքն որոշակի կարգ ու կանոնի ինչ որ իլյուզիա է ստեղծում։ Նման ես կարծում եմ, այսինքն պոպուլիստական ոճի բարեփոխումներով լեգիտիմացվում է դեր նշած ավտորիտար համակարգի ստեղծումը։ Այո, ես կարծում եմ, որ նպատակը դա է, միտումը դա է։ Ուրիշ բան կհաջողվի արդյոք թե ոչ, ես խիստ կասկածներ ունեմ, որ կհաջողվի նման գործընթաց։ Այստեղ զարգացման դինամիկայի առումով եմ ես հարց ուզում տալ, տեսեք, եթե նայում ենք երկրների զարգացման սկզբից տոտալիտար, այսինքն միապետական, տոտալիտար, հետո ավտորիտար, հետո կիսաավտորիտար, հետո ժողովրդավարություն։ Հիմա եթե Հայաստանում տեղի ունեցող process-ներն ենք մենք նայում, օլիգարխիկը դա այն հանգրվանն է, որից հետո գալիս է ավտորիտարիզմը, թե հակառակ process-ն է։ Ավտորիտարիզմ, հետո օլիգարխիկ պետություն, հետո ժողովրդավարություն։ Այստեղ մենք հետ ենք շարժվում, թե առաջ ենք գնում։ Այստեղ շատ մի հետաքրքիր բան կա, եթե փորձ է կատարվում օլիգարխիկից անցում կատարել դեպի ավտորիտար համակարգի, այդ ճանապարհին ուժեղանում են ժողովրդավարության գնացողների դիրքերը։ Ինչու՞։ Շատ պարզ պատճառով, որովհետև խաղի կանոնները փոխվում են, որոշակի այդ process-ի ժամանակ վակուում է առաջանում, որոշակի իշխանություն ունեցող տարբեր տեսակի խմբերի դիրքերը թուլանում են, եւ բնականաբար սա հնարավորություն է տալիս ավելի ժողովրդավարական բարեփոխումներ ցանկացող, ժողովրդավարական համակարգ հաստատել ցանկացող մարդկանց համար շատ լայն դաշտ է ստեղծել։ Այսինքն եթե ճիշտ օգտագործվի ժամանակը եւ բա կարող է շրջադարձային լինել։ Կարծում եմ, որ այո, ասեմ ավելին, ես ճիշտն ասած ավտորիտար կառավարման համակարգի համար հիմքեր չեմ տեսնում։ Որոնք պետք է լինեն այդ հիմքերը։ Ավտորիտար կառավարման համակարգի համար նախ եւ առաջ պետք է պետությունը ունենա բավականին մեծ բնական ռեսուրսներ։ Օրինակ նավթ, գազ եւ այլն։ Ինչպես Ալիևը ասել։ Այո։ Բացի այդ, համապատասխան մշակույթ է պետք, հասարակական մշակույթ, որը հնարավորություն է տալիս ավտորիտար կառավարման համակարգին առանց որևէ խնդիրների իրականացնել իրենց իշխանությունը։
մենք ունենք ոչ ուրեմն ռեսուրսներ ունենք, ոչ էլ այդ մշակույթը։ Այս առումով կարծում եմ, որ օլիգարխիկ քաղաքական համակարգը շատ ավելի հնարավորություններ ունի Հայաստանում շարունակել, ասենք, մնալ քան ավտորիտարի անցումը։ Այսինքն ավելի հավանական է ստատուս քվոյի պահպանումը, քան ավտորիտար համակարգի ստեղծումը։ Այո, ես այդպես եմ կարծում, եւ այդ բարեփոխում չէ իհարկե, այդ փոփոխությունները համակարգի դեպի ավտորիտարի կարող են բերել իմ կարծիքով հետևյալ երկու process-ների։ Կամ հետ դարձ է կատարվելու դեպի օլիգարխիկ համակարգ, կամ դեպի ժողովրդավարություն են գնալու։ Բայց այստեղ մեծ դերակատարություն ունեն դեմոկրատիա ցանկացող տարբեր քաղաքական խմբերը, քաղաքացիները, անհատ քաղաքացիները, եւ եթե նրանք ակտիվանան, կազմակերպվեն, հստակ նպատակներ դնեն եւ գտնեն մեխանիզմները դեմոկրատական համակարգ հաստատելու ուղղությամբ, այս դեպքում, այո, մենք կարող ենք ասել, որ բավականին մեծ շանս է ընձեռվում ժողովրդավարություն հաստատելու առումով։ Եվ այստեղ կարևոր հարց է առաջանում. ինչքանով մենք ունենք այն կոնտինգենտը, որը ցանկանում է ժողովրդավարություն, որը իրոք ցանկանում է, ուղղակի ասենք դա խոսակցությունների կամ կենացների սեղանի շուրջ չի ավարտվում այդ խոսակցությունները դեմոկրատիա ուզենալու։ Կա այդպիսի նպատակասլաց մարդկանց մի խումբ կամ ինչ որ քաղաքական ուժ շարժում, չգիտեմ, որոնց միավորելու դեպքում հնարավոր կլինի շրջադարձային փոփոխություն կատարել։ Ես կարծում եմ, որ կա։ Իհարկե այդ զանգվածը, որի մասին դուք խոսում եք, փոքրամասնություն են։ Բայց դրանք կարելի ասել որակյալ փոքրամասնություն։ Դրանք իսկապես ակտիվ մարդիկ են, բան իմաց, որոնք փորձում են հասկանալ ժողովրդավարության կայացման այդպես process-ները, գործընթացները, ունեն որոշակի դեմոկրատական արժեքային համակարգ եւ երևում են տարբեր տեսակի process-ներում։ Նրանք այսօր пассив չեն այլևս։ Սա է կարևորը։ Բայց խնդիրն այն է, որ դեռևս չի գտնվել այդ տեսակ մարդկանց եւ խմբերի միավորման, կազմակերպման բանաձևը, որը պետք է լինի